Բարև սիրելիներս, այսօր կընթերցենք Հովհաննես Թումանյանի թարգմանությամբ Անտառի տնակը հեքիաթը, սկսեցինք։ Անտառի տնակը։ Մի խոր անտառի բերանում մի խրճիթ է լինում, որտեղ կնկա ու 3 աղջիկների հետ ապրելիս է լինում մի աղքատ փայտահատ։ Մի առավոտ գործի գնալիս կնկանն ասում է. «Այ կնիկ, այսօր գործս մինչև կեսօր չեմ վերջացնի, մեր մեծ աղջկա հետ ինձ համար ճաշ կուղարկես անտառ։ Ես էլ հետս մի տոպրակ կորեկ կվերցնեմ, շաղ տալով կերթամ, որ դրա հետքով գա ու ճամփեն չկորցնի»։ Ճաշ է դառնում թե չէ, մեծ աղջիկը կերակուրն առնում ճամփա է ընկնում, բայց ծտերը, արտույտները, սայրակներն ու դեղձանիկները շաղ տված կորեկն արդեն կծած են լինում, ու աղջիկը չի կարողանում հոր հետքը գտնել։ Գնում է գնում, մինչև արևը մայր է մտնում ու մութը վրա է հասնում անտառում։ Ծառերը շրշում են խավարում, բույերը կանչում, կռնչում ու աղջիկը սկսում է վախենալ։ Մեկ էլ տեսնում է հեռվում ծառերի արանքից մի կրակ է փայլփլում։ Այնտեղ երևի մարդիկ են ապրում, գնամ նրանց մոտ մնամ էս գիշեր, մտածում է աղջիկն ու գնում կրակի կողմը։ Գնում է հասնում մի տնակի, դուռը ծեծում է։ «Ո՞վ ես, ներս արի», կանչում է ներսից մի ձայն։ Աղջիկը ներս է մտնում, տեսնում է հրես նստած մի ալևոր մարդ, գլուխը կախ արած, սպիտակ միրուքն ալիքաձև իջնում է մինչև գետին։ Իսկ էն կողմը միջալկով մի հավ ու մի աքլոր։ Աղջիկը պատմում է ծերունուն, թե ինչպես է ինքը մոլորվել անտառում ու խնդրում է, որ տեղ տա գիշերը մնալու։ Ծերունին դիմում է իր կենդանիներին. «Սիրունի քավիկ, իմ լավիկ, չալունախշուն իմ կովիկ, և դու աքլոր փահլևան, ինչ եք ասում դուք սրան»։ Կենդանիները միասին պատասխանում են. «Լավ»։ Էն ժամանակ ծերունին աղջկան ասում է. «Համեցեք մեր աչքի վրա, սիրուն աղջիկ, մեր դուռը բաց է, տունը լիքը, համեցեք, մոտեցիր օջախին, կերակուր պատրաստի մեզ համար էլ, քեզ համար էլ»։ Աղջիկը մտնում է խոհանոց և ամեն բան գտնում է առատ, մի լավ ընթրիք է պատրաստում, բերում է ծերունու առաջ լիքը սեղան է բացանում, ինքն էլ նրա հետ նստում, ուտում, խմում, կշտանում։ Որ կշտանում է պրծնում, «Բա ես հոգնած եմ», ասում է, «հիմի որտեղ քնեմ»։ Էստեղ կովը, հավն ու աքլորը պատասխանում են. «Ողջ դրա հետ դու կերար ու խմեցիր ինչ որ կար, մտիկ չարիր իսկի մեզ, գնա քնի ուր կուզես»։ Էն ժամանակ ծերունին ասում է. «Բարձրացի սանդուղքի գլխին մի սենյակ կա, էն սենյակում 2 անկողին կա, անկողինները պատրաստի, ես էլ կգամ կքնենք»։ Աղջիկը վերև է բարձրանում, անկողինները գցում ու էլ ծերունուն չի սպասում, ինքը պառկում է քնում։ Մի քիչ հետո ծերունին գալիս է, մոմի լույսով նայում է աղջկան ու գլուխը շարժում։ Գիշերվա մի ժամանակ, երբ տեսնում է խորը քնած է, մահճակալի տակին մի գաղտնի դուռն է լինում, բաց է անում, աղջկան թողնում ցած ու կրկին փակում։ Փայտահատն իրիկունը տուն է գալիս, բարկանում է կնգա վրա, որ իրեն ամբողջ օրը սոված է թողել։ «Ես ինչ անեմ», պատասխանում է կինը, «ճաշը տվել է մեր մեծ աղջկան ուղարկել, ինչպես երևում է ճամփեն կորցրել է, չի գտել, ինքն էլ ետ չի եկել դեռ»։ Փայտահատը մյուս օրն էլ առավոտյան վաղ վեր է կենում, գնում անտառ, պատվիրում է, որ այս անգամ միջնեկ աղջիկը տանի ճաշը։ «Էսօր հետս ոսպ կվերցնեմ», ասում է, «որ ճամփին շաղ տամ։ Ոսպը կորեկից խոշոր է, աղջիկս հեշտ կտեսնի ու ճամփեն չի կորցնի»։ Կեսօրին միջնեկ աղջիկը ճաշն առնում է, ճամփա ընկնում։ Գնում է գնում, ոչ մի տեղ ոսպ չի գտնում։ Դու մի ասա, դարձյալ թռչունները կերել են, մի հատ էլ չեն թողել։ Աղջիկն անտառում թափառում, գիշերն ընկնում էլի նույն ծերունու մոտ, հաց ու քնելու տեղ է խնդրում։ Ծերունին դիմում է կովին, հավին ու աքլորին. «Սիրունի քավիկ, իմ լավիկ, չալունախշուն իմ կովիկ, և դու աքլոր փահլևան, ինչ եք ասում դուք սրան»։ «Լավ», պատասխանում են կենդանիները, «միջնեկ քույրն էլ մեծ քրոջ նման ընթրիք է պատրաստում, ծերունու հետ ուտում, խմում, կշտանում, կենդանիների վրա էլ ուշք չի դարձնում»։ Երբ հարցնում է, թե ես որտեղ պիտի քնեմ, կենդանիները պատասխանում են.
Ողջը դրա հետ դու կերար ու խմեցիր ինչ որ կար, մտիկ չարիր իսկի մեզ, գնա քնի ուր կուզես։ Հենց նա էլ գնում է թե չէ, ետևից գնում է ծերունին, գլուխը թափահարում ու դարձյալ թողնում է ներքևում։ Երրորդ առավոտը փայտահատը կնկանն ասում է. «Էսօր մեր փոքրիկ աղջկա ձեռքով ուղարկի ճաշը, նա բարի է ու ականջով, նա ճամփեն կգտնի, իր քույրերի նման չի, որ դես ու դեն ընկնի»։ Մայրը չի ուզում երրորդ աղջկան էլ անտառ ուղարկի, լաց է լինում, ասում. «Աչքիս սև ու սպիտակը սա է մնացել, ինչու ես ուզում սրան էլ կորցնես մեծերի նման»։ «Դու հանգիստ կաց», ասում է փայտահատը, «սա կորչողը չի, սա այնպես խելոք է, որ ես էլ այսօր հետս Սիսեռ կտանեմ ճամփին շաղ տալու։ Սիսեռը ոսփո չի, նրանով անպատճառ ճամփեն կգտնի»։ Բայց երբ աղջիկը ճաշն առած անտառն է մտնում, թռչուններն արդեն Սիսեռը կերած են լինում։ Աղջիկը մնում է տարակուսած, չի իմանում, որ կողմ գնա։ Մտածում է, դարդանում, թե հիմի հայրը կսովի, մայրը լաց կլինի։ Ման է գալիս, հորը չի գտնում։ Երբ մութն ընկնում է, հեռվից տեսնում է անտառի տնակի լույսն ու գնում է այն կողմ։ Մտնում է ներս, տեղ է խնդրում ու ալեհեր ծերունին դարձյալ դիմում է իր կենդանիներին։ «Սիրունի քավիկ, իմ լավիկ, չալու նախշուն իմ կովիկ, և դու աքլոր փահլևան, ինչ եք ասում դուք սրան»։ «Լավ», պատասխանում են կենդանիները։ Էն ժամանակ աղջիկը մոտենում է, գուրգուրում հավին ու աքլորին, կովի ճակատը քորում։ Ծերունու պատվերով ընթրիք է պատրաստում, դնում սեղանին ու ասում. «Ինչու ես պետք է ուտեմ, էս բարի կենդանիները քաղցած նայեն»։ Գնում է կուտ բերում, ածում հավի ու աքլորի առջև, կովի համար էլ մի խուրձ խոտ։ «Կերեք», ասում է, «իմ սիրելիներ, այ հիմի ջուր էլ կբերեմ»։ Գնում է մի դույլ ջուր էլ բերում, դնում առաջները։ Ամենքին կշտացնում է, նոր ինքն է նստում ուտում, ինչ որ թողել էր ծերունին։ Իսկ երբ քնելու ժամանակը գալիս է, ասում է. «Ժամանակը չի է արդյոք, որ ամենքս էլ հանգստանանք»։ «Սիրունի քավիկ, իմ լավիկ, չալու նախշուն իմ կովիկ, և դու աքլոր փահլևան, ինչ եք ասում դուք սրան»։ «Լավ», պատասխանում են կենդանիները, «մեզ հետ կերար դու միասին ու հոգացիր մեր մասին, բարի գիշեր քեզ բարի, մուրազդ Աստված կատարի»։ Էստեղ աղջիկը բարձրանում է վերև, անկողինները պատրաստում։ Ծերունին գալիս է քնում, ինքն էլ մյուս մահճակալին է պառկում ու հանգիստ քուն մտնում։ Գիշերվա մի ժամանակ տունը հանկարծ դղրդում է, կարծես քանդվում ու տակնու վրա է լինում։ Աղջիկը վախեցած արթնանում է, բայց աղմուկն անցնում է, ինքն էլ նորից քնում։ Առավոտն աչքը բաց է անում, ինչ է տեսնում։ Տեսնում է պառկած մեծ, շքեղ զարդարած ու կահավորած մի դահլիճում, շուրջը թավիշ ու ոսկի, հարավային փարթամ բույսեր ու ծաղիկներ այրվում վառվում են առավոտյան արևի ճառագայթների տակ։ Տեսնում է, բայց աչքերին չի հավատում։ Ասում է, երազի մեջ եմ երևի։ Էսպես մտածելիս ներս են մտնում 3 ճոխ հագնված ծառաներ, խոնարհ գլուխ են տալիս ու հարցնում. «Ինչ կհրամայեք, տիրուհի»։ «Լավ, գնացեք», պատասխանում է քնաթաթախ աղջիկը, «հիմի վեր կկենամ ծերունու համար կերակուր կպատրաստեմ, կովին, հավին ու աքլորին կհոգամ»։ Կարծում է, թե ծերունին էլ արդեն վեր է կացել։ Նայում է նրա անկողնում, տեսնում է ծերունին չկա։ Տեղը պառկած է մի օտար ջահել ու գեղեցիկ երիտասարդ։ Եվ ահա երիտասարդը աչքերը բաց է անում ու էսպես խոսում զարմացած աղջկա հետ. «Լսի, սիրուն աղջիկ, ես էս երկրի թագավորի որդին եմ։ Չար վհուկը կախարդել էր ինձ ու դատապարտել, որ ես ծերունու կերպարանքով ապրեի անտառում, ոչ ոք էլ չլիներ ինձ հետ, բացի իմ 3 ծառաներից, նրանք էլ կովի, հավի ու աքլորի կերպարանքով։ Եվ այդպես պետք է մնայինք, մինչև հայտնվեր այն բարի աղջիկը, այն քնքուշ սիրտը, որ ոչ միայն մարդկանց, այլև կենդանիներին լիներ սիրո ու կարեկից։ Այն աղջիկը դու եղար։ Քո շնորհիվ այս գիշեր, կեսգիշերին մենք ամենքս ազատվեցինք կախարդանքից, ու իմ պալատը, որ դարձել էր անտառի մի հին տնակ, նորից դարձավ առաջվա պալատը։ Ու կանչում է թագավորն իր ծառաներին, որ գնան աղջկա ծնողներին բերեն հարսանիքին։ Բայց որտեղ են իմ քույրերը, հարցնում է աղջիկը։ Նրանց ես փակել եմ ներքնահարկում, պատասխանում է երիտասարդը։ Էգուց կուղարկեմ անտառ, այնտեղ ածխարարի մոտ կծառայեն ու այնքան կմնան, մինչև որ դառնան ավելի բարի ու սովորեն մտածել կենդանիների մասին։
Ահա եւ վերջ երեխաներս։ Կհանդիպենք հաջորդ հեքիաթների ժամանակ։ Իսկ ձեզ առաջարկում եմ բաժանորդագրվել եւ սեղմել զանգակ կոճակը։ Ցտեսություն։